Բոլորին դեմ կուսակցություններ, հա կուսակցությունների ներկայացուցիչները կուսակցության բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցությունն ենք ներկայացնում ես Սպարտակ Տեմպյուրեղյան, Արամ Քոչարյան, Իշխան Գևորգյան եկել ենք ամբողջ փաթեթը փաստաթղթերի մուտք անենք քանի հոգուց է բաղկացած 87 Նաև տեսանք վերջերս, որ ակտիվ քննադատվում էր ձեր կուսակցության մի անդամ, անունը չեմ հիշում, ով նկարուներ բոլոր իշխանության բոլոր ներկայացուցիչների, հիմա այդ նախ ձեր մոտ է նորից։ Մելիք Վարդանյանի հետ ենթադրում եմ, Մելիք Վարդանյանը ինքը մեզ աջակցում է, հիմա էլ է շարունակում աջակցել, զուտ իր որոշումով որոշել է ցուցակում չընդգրկվի, որպեսզի այսպես ասած վնաս չտա, բայց մենք իրան դիտարկում ենք, որ մարդը որոշում է կայացրել այլևս չաջակցի իշխող ուժին ու միանա մեզ, ինչը դրական են գնահատում, որտեղ ուրիշ տարբերակ չեն գտնում, որով որ դու կարող ես հաղթել եղած իշխանությանը։ Իսկ ձեր առաջին համարը ով է։ Ես Բայց մեր մոտ առաջի համարը չի նշանակում վարչապետի տեխնացու, մենք առանձին վարչապետի տեխնացու ընտրություն ենք անելու, այդ ժամանակ կարա ուրիշ մարդ լինի։ Ով է վարչապետի տեխնացու։ Դեռևս չունենք, ապրիլի 25-ից սկսելու է process-ը, մայիսի 1-ին արդեն վերջնական իմանալու ենք։ Ապրիլի 25-ին բացվելու է process, որով մարդիկ կարող են առաջադրվել։ Մենք վարչապետի տեխնացուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն հաղթելու դեպքում մեր վարչապետի տեխնացուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի։ Այսինքն պետք է գտնել մարդ, ով որ պատրաստ է այդ գործընթացը սկզբից մինչև վերջ իրականացնել։ Ապրիլի 25-ից է մեկնարկելու, դեռևս ոչ։ Ինչպես է գնահատում, հաշվի առնելով, որ ամեն դեպքում ունեք ուժեղ մրցակիցներ, իշխանություն, ընդդիմություն, որը ևս ռեսուրսներ ունի, խոսքը գիտեք ընտրություններին մասնակցել է ենթադրում են նաև լուրջ ռեսուրսների մասին, դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Եվ քննադատում են ձեզ ցանոթ փոշի ասնելու։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ բոլորին դեմ եմ քաղաքացիներ կա, այդ բոլոր տեսակ հարցումներն էլ ցույց են տալիս, մեր նպատակն է այդ մարդկանց շատ զգալի մասին հասնելու։ Այսինքն մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, ովքեր որ բոլորին դեմ են, իրենք կամ չեն գնում ընտրության կամ վատի վատագույնի մեջ են ընտրում, մենք փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը վերել մեր կողմ։ Պատրաստվում եք ինչ-որ ուժի հետ համագործակցել։ Նախընտրական, նայեք, բոլորին դեմ եմ բաց է բոլոր ուժերի հետ համագործակցելու։ Ցուցակի տեսանկյունից էլ չենք կարող, որտեղ հանձնում ենք, բայց յուրաքանչյուր մարդ անհատ թե թիմ կարող է ընդունել մեր հռչակագիրը ու աջակցել։ Իսկ կան ուժեր, որոնց հետ բացառում եք ձեր համագործակցությունը։ Նայեք, մենք միայն համաձայնվելու ենք մեր օրակարգի շուրջ գործընթացներին, այսինքն չի լինելու։ Մեր օրակարգը հետևյալն է, մենք իրականացնելու ենք 3 հատ փոփոխություն, 100 օր հետո անելու ենք նոր ընտրություններ ու պարտադիր այդ օրակարգի իրականացնողը պետք է լինի մեր վարչապետի տեխնացուն։ Այսինքն եթե ուժերը կհամաձայնվեն այդ օրակարգին հետ, մենք պատրաստ ենք աշխատելու։ Հիմա տեսեք, եթե օրինակ այնպես է համագործակցությունը քիչ ստացվեց։ Մենք այդ ցուցակների հետ էր կապված խնդիրը հիմնականում եվրոպական կուսակցությունը ցանկանում էր մեր ցուցակներով գնալ, սակայն մենք ներքին հանրային ընտրության գործընթաց էինք սկսել, որը արդեն իսկ մեկնարկել էր ու էլ ժամանակ չկար, որպեսզի նոր տեխնացուներ գրանցվեին, այդ պատճառով ցավոք չստացվեց այդ համագործակցությունը։ Տեսականորեն, եթե ձեր ուժը անցնում է խորհրդարան, հաղթահարում է անցողիկ շեմը եւ այնտեղ հարց է առաջանում, որ պետք է ընտրել վարչապետ քվեարկությամբ, կամ Նիկոլ Փաշինյանին, կամ օրինակ Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, դուք ում կընտրեք։ Նախ վարչապետ ընտրելը քվեարկությամբ չի, այսինքն օրենքով նախատեսված է, որ եթե չկա որևէ ուժ, որ հաղթահարել է 50%-ը, եղած ուժերը պետք է իրար հետ կոալիցիա կազմեն, նշելով ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը մեր վարչապետի տեխնացիով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Այսինքն որևէ մեկին չեք պատրաստվում միանալ։ Ոչ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը հավանական է համարում, եթե իրենք ընդունում են ձեր Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի տեխնացուն կլինի ու մենք մեր բոլոր process-ները մենք իրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։